Գյումրիում նախընտրական քարոզարշավի վերջին օրերին թեկնածուների իրար ուղղված մեղադրանքներում ավելի ու ավելի հաճախ հնչում են հարևան պետության Թուրքիայի անունը։ Երեկ իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանն առանց անուն տալու հայտարարեց, որ կուսակցություններից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Ես հայտարարում եմ, այդքան տղա է, քաղաքում բոլորը գիտեն։ Թուրքիայի կացության քարտ ունի, դիմել է քաղաքացիություն ստանալու։ Այնպես որ բոլորի խոսալուն մի հավատան, կիմանաք շուտով։ Այս հայտարարությանն արձագանքեց ընդդիմադիր դեմոկրատական այլընտրանքը։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանն այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց Թուրքիայի ժամանակավոր կացության երկու քարտերը, որոնց ժամկետները լրացած են։ Երեկ Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության, որի պատասխանը մինչև այսօր իրիկուն է, ինքը պետք է տա, այսինքն մինչև այսօր իրիկուն ինքը պետք է պարզաբանե եւ ապացուցե ես դիմել եմ քաղաքացիության։ Եթե չապացուցեց, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսացող մարդ է։ Սարիկ Մինասյանից հետաքրքրվեցինք, արդյոք իր հայտարարության հասցեատերը հենց Արտյոմ Ղարաղազարյանն էր։ Շատ ողջունելի է, ես նաև ասեմ, որ հալալ է, մարդը տղամարդկություն ունեց է, հրաբարակել է իր Թուրքիայի կացության քարտը, ողջունում եմ, որ տղամարդկություն ունեցել, խոստովանել։ Իրեն եք նկատի ունեցել Ղարաղազարյան։ Տեսեք, ինձ անկեղծ ասեմ, այդ որ անուններ են տալիս չի կարելի, մտնում են ուրիշ դաշտ, դրա տակից դուրս չեն գա, անկեղծ ասեմ, ինձ օգտատեր, Facebook-յան օգտատեր գրել է, ուղղակի խնդրել է, որ չհրապարակեմ, ով ավտոբուսով իր հետ գնացել է, ասել է այդ մարդը քեզ մեղադրել է, ամոթանք է տվել, ինքը Թուրքիայի կացության քարտ ունի, որից հետո ըստ տրամաբանության հետևելու է քաղաքացիության հարցը։ Հիմա ես որ չեմ տիրապետում Թուրքիայի օրենքներին ներողություն, որովհետև այդ երկրի հետ առնչություն չունեմ։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը ասում է, եթե ներողություն չլինի, դատարան կդիմեն։ Չէ, օրվա վերջ, եթե Սարիկ Մինասյանը քաղաքացիության մասով ներողություն չխնդրի, դատական կարգով պատասխան կտա, որովհետև կուսակցության հեղինակության հետ էլ է խաղացել։ Բայց իշխանական քաղաքապետի թեկնածուն չի պատրաստվում ներողություն խնդրել։ Ինչ անեմ, լեկեմ քաղաքը, ինքնահարկիզվեմ, ինչպես ասում էր Էդմոն Մարուկյանը։ Խնդրեմ, թող իրանք կողմնորոշվեն, դադի տվող են, թե ներողություն մի բանի համար է խնդրում։ Հիմա կներեք, որ ես Թուրքիայի օրենքներին չեմ տիրապետում, հնարավոր է դրանից հետո այլ թիմում պետք է կերի, բայց ընդհանրապես բոլորս տեղյակ են, կացության քարտ, որից հետո հետևում է քաղաքացիություն, ինչպես մեր մոտ է, Ռուսաստանի Դաշնությունում է, այդ երկու երկրից տեղյակ եմ։ Թուրքիայի օրենքներին չեմ տիրապետում, ներողություն եմ խնդրում, որ այդ երկրի օրենքներին չեմ տիրապետում։ Թեժ մեղադրանքների առիթ դարձած կացության քարտերը, որոնք հրապարակվեցին, ժամկետները լրացած են։ Արտյոմ Ղարաղազարյանը պնդում է, որ իր այդ քարտով ինքը քաղաքացիություն չի կարող ստանալ։ Այդ թուղթը հնարավորություն չի տալիս, որ ես դիմեմ քաղաքացիության եւ հնարավորություն չի տալիս նաեւ ես աշխատանք, օրինական աշխատիմ այնտեղ։ Թուղթը միայն թույլ է տալիս իմ այնտեղ մնալս։ Ղարաղազարյանը նաև հիմնավորեց, թե ինչի համար են իրեն պետք եղել այդ կացության քարտերը, չհերքեց, որ բիզնես ունի հարևան երկրում։ Ես գնացել եմ Թուրքիա, Ռուսաստանի, Ուկրաինայի ու մյուս սովետական երկրների հետ կապեր եմ ունեցել, նաև հմել ունիմ, այնտեղից ապրանք կուղարկեմ, կարգո կուղարկեմ այդ երկրները։ Չնայած հայ-թուրքական կարգավորման բանակցություններին ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն էլ անընդունելի է համարում բիզնես ունենալ մի երկրում, որը 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցություն է ունեցել։ Շտամի երկրում բիզնես են կանում, հետո երբ որ ասում են հարաբերություն ստեղծենք, սահմանը բացենք, գոռում են թշնամիներ, դավաճաններ, բայց այդ մարդիկ տարիներով այդ երկրում հարկ են վճարում։ Պատերազմին Թուրքիան ակտիվ անմիջական մասնակցություն է ունեցել եւ իրենց վճարած հարկերով կռվել է մեր դեմ։ Փոխադարձ մեղադրանքներն այսքանով չեն սահմանափակվում, դրանք ավելի շատ անձնական դաշտում են։